Բայրար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար արդար է ձեզ նման մարդկանց կալանավորելը։ Ճիշտ չեմ գտնում, բայց եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորելը շատ սխալ է։ Սաղսեր սիրում եք մեր եկեղեցին։ Ես որ գնում եք եկեղեցիներն եք, չեք գնում։ Չէ, ճիշտ չեմ գտնում։ Ճիշտ չեմ գտնում, մարդկանց կարա, այդ Սամվել Կարապետյանը կարա շատ լիքը մարդկանց լավ բաներ անի ու արելա։ Անձամբ ես տեսել եմ Ստեփանակերտում իր լավ բաները, ես ընդեղ եմ եղել։ Բայց քիչ բանա որ մարդկանց ինքը կարա սա ամբողջ Հայաստանին օգնի, չի կարա, չէ։ Բայց դե սոտակի օգնում է, չէ մարդկանց։ Ես գիտեմ որ օգնում է։ Չէ, ճիշտ չի։ Ինչ կբերի այդ Դե դա բերել է, որ այս աստիճանի ինք ասել։ Այդ սա խոսակցություններն է բերել։ Երկու ոտով, երկու ձեռով կողմ եմ, որ Սամվել Կարապետյանն լի, բայց միայն չդառնա այսօրվա կառավարության ծրագրերի գործիք։ Խոսելու համար չպետք է կալանավորեն։ Ինչքան ես իմ հասկացությունս ինչքան թույլ է տալիս։ Ես գտնում եմ չպետք է կալանավորեն։ Խոսելու համար։ Սամվելին էլ պետք է չկպնեն։ Ընդհանուր առմամբ քպն պատժում է այն մարդկանց, ովքեր Հայաստանի զարգացումը գամենում են, իսկ ինքը որպես վարչապետ ինքը քանդող է Հայաստանի զարգացման ցանկացած ոլորտը։ Ես գիտեմ, որ եկեղեցու դեմ բոլոր գործունեությունը, դեմ բոլոր գործունեությունը սխալ է։ Իմաստ չունի այդպես բանալ։ Իրանց պատիժը կստանան դրա համար։ Բայց ամեն դեպքում եկեղեցու դեմ իրավունք չունեն ոչ մեկ արշավ ձեռնարկելը։ Արշավ իրականացնելը։ Չէ, իհարկե պետք չի։ Ինչու պետք չի։ Որտեղ մարդը եկեղեցին է պաշտպանում, կրոնն է պաշտպանում իր։ Մեր ազգի կրոնն է պաշտպանում։ Ոչ կարելի է նրան կալանավորել։ Բացարձակ։ Հայաստանի Հանրապետությունում կալանավորում են այն մարդկանց, ովքեր մտածում են երկրի մասին, պետության մասին, պետականության մասին։ Սամվել Կարապետյանը հայտնի բարերար է, հայտնի գործարար է, ամբողջ աշխարհը ճանաչում է։ Դրա համար էլ կալանավորեցին, մինչև հիմա էլ այդ շինծու գործերը պահում են։ Բագրատ Սրբազանին, 17 անմեղներին, արդարներին ավելի ճիշտ։ Դե բնականաբար արդար չի, բնականաբար։ Ես կողմնակից եմ կոնկրետ Սամվել Կարապետյանին, կողմնակից եմ հենց հայ հեղափոխական դաշնակցությանը, հա, այսպես ազգային ուժերին եւ շատ ողջունել եմ ամոր, որ ուժերը միավորվեն, որ կողմ կայնեն մեր ժողովրդին, պետք է որ ժողովրդի հետ բացատրական աշխատանքներ տարի ժողովուրդ են, մարդիկ են, մեծ մասը ասենք, ժողովուրդներ են, ժողովուրդն էլ արդեն այսօր մոլորված է, պետք է որ ժողովրդի հետ էլ բացատրական աշխատանքներ կատարվի։ Ես Սամվել Կարապետյանի կողմն եմ, մեր ձևով շարժման, հայ հեղափոխական դաշնակցության կողմը, ազգային ուժի ինքը քանի որ խոսեց եկեղեցու մասին, դրա համար էլ բնականաբար ձերբակալվեց։ Սրբազանների, ես միշտ սրբազանների կողմնակիցն եմ, ել է Բագրատ Սրբազանի կողքին, բոլոր Բագրատ, Միքայել, Մկրտիչ Սրբազանների կողքին, Արշակ Սրբազանի, շատ սխալ է, որ ոչ մի ժամանակ նման բան մենք չէինք տեսել, ուղղակի սա ամոթ է մեր ազգի համար, որ էլի այդքան պարտված իշխանությունը նորից մինչև վերջ իր արած իր բացասական չարի կողմից իրականացած բոլոր վատ քայլերը անում է։